Էս ծիրանա, էս մոշա, էս էլ հոնա, էս էլ պամիդորա, էս էլ ծիրանի սոկա։ Սուսան տատն արդեն պատրաստ է ձմռանը, մառանը լցրել է տեսակ փակոցներով, տոմատից միջև սմբուկ, կծուբիբարից միջև մուրաբաներ։ Ամեն ինչ դասավորված է խնամքով, մի խոսքով ցուրտ եղանակների տնային պաշարը պատրաստ է։ Տարին սկսվելուն պես տատն արդեն ծրագրել էր, թե ինչից որքան է փակելու։ Ամեն ինչ կոկիկ, խնամքով դասավորված ըստ շարքերի ու տեսակի, մի խոսքով ամեն բան իր տեղում է։ Ամեն բան կա, միայն թե միայնակ է մնացել տատը 60 տարվա համատեղ կյանքից հետո մենակվել է ու թեև արդեն 80 տարեկան է, բայց հազար ու մի ջահելից ջահել է, թե տեսքով, թե աշխատանքով։ Ես շատ ցավ եմ տեհել, շատ տանջանքներ եմ տեհել, բայց երեխեքս շատ խելոք են, շատ լավն են, հարցներս նույնը, շատ գոհ շնորհակալ եմ իմ Փայ Աստծուց, շատ։ Թորներս էլ չեմ ասում, թե ինչքան նվիրված են, հա։ Հետո էլ ես կյանքն ոչ մի բան չեմ քսել, ոչ մի բան բացարձակ, ու միշտ աշխատել եմ։ Մի նոր որ ես մի քանի տարի է էլի ինչ սովխոզը վերացել է, մի քանի տարին հենց սարն են գնացել անհատական, բայց դրանից հետո էլ ոչ մի բան չեն կարել, մեր տանը, մեր հողամասը, մեր այգին մշակել են գետայել, ուրիշ ոչ մի բան։ Մղարթեցի Սուսան օձուն հարց գալուց հետո սովխոզում 26 տարի գտվորուհի է աշխատել անձրևին ու արևին դիմակայելով։ Գտելու գործը հեշտերից չէր, բայց Սուսան տատը երբեք չի խուսափել ծանր աշխատանքից։ Միասին ամուսնու հետ զրոյից տուն են կառուցել, տնտեսություն կանգնեցրել։ Ամեն ինչ սեփական ձեռքերով առանց օգնության։ Հիմա էլ տան ու տնտեսության ամենանկյունում զգացվում է աշխատանքի ու խնամքի շունչը։ Ուզեի սովորեմ պապս չթողուց, թե հեր չունես, աղբեր չունես, քու յետևից նովտի գալ, ես լավ եմ սովորել, բայց պապս չթողուց 17 տարից լռացել է հունվար 3-ին, 20-ին հարսանիք սայլել։ Ոչ մի բան չենք ունեցել Ազիզ ջան, ոչ մի բան։ Կեսուր եմ ունեցել, 8 հատ երեխա է ունեցել, հազիվ երեխանցը պահել է, ոչ մի բան չի ունեցել։ Մենք էլ դեկոր տան քսել, սաղ իրանցով տուն են ստեղծել, ապրել են, կացել են, նույնն էլ մենք։ Տատը համեստության ու բարության տիպար է, սիրված բոլորի կողմից, հատկապես հարսների։ Հարս-կեսուր հարաբերությունները մեծ դեր ունեն տան խաղաղության պահպանման գործում, ասում է տատը։ Ինքը տարիների ընթացքում մեծ ուշադրություն է դարձրել այդ կապին, սկսելով իր վերաբերմունքից փորձել է միշտ հարգալից ու հոգատար լինել հարսների նկատմամբ։ Եթե թենչել եմ հարսներս ինձ կսիրեն, իհարկե չէ։ Հիմա մեկ էլ տենում եմ զանգվեն։ Ինչ բան ես մենակ, արի էլի, ասնեն դե հա տանն եմ էլի եսիմ, հմել են միննա զանգամ, չէ աղբեր, շատ գոհ եմ իմ Փայ Աստծուց, շատ լավն են, հարսներս էլ տղեկս էլ, մեզ տղես 60 տարեկան այսա, ոչ մի անգամ ինձ ոչ նեղացրած է, ոչ մի բան, ոչ մեկը իհարկե։ Եթե աղջիկն եկել է, նա էլ մի ուրիշի աղջիկ է էլի, ինչ տարբերություն, իմ աղջիկն էլ ուրիշի տանն է, իմ դուրը կգա, չի գա ոչ մի անգամ, դուր չի գալ դա։ Ոնց որ ուրիշի աղջիկն է, հենց էլ իմ աղջիկն է։ Թող հենայ հարևանս ասի, տենա որ ես ոչ մի անգամ, ոչ մի բան, ոչ ասած եմ, ոչ էլ։ Ես չեմ սիրում բամբասանք։ Սխալել են հանկարծ մի հետ մի բան էլ արածել են, ես չեմ ուզում, որ իմ հարևանն իմանա, որ մենք նեղ ենք կամ նեղ չենք։ Պետք չի։ Տունը մութ անտառ է, չի կարելի։ Պատն ինչի մարա, 4 պատը նրա մարա, որ տանը մնա։ Սուսան տատը օձուն է եկել Սաբաբով, այն ժամանակների ընդունված կարգով, երբ ամուսնությունները հաճախ ձևավորվում էին միջնորդների միջոցով։ Հարսանեկան զգեստը, ինչպես ինքն է հաճախ շփիտով հիշում, ոչ թե ճերմակ էր ու փարթամ, այլ պարզ կապույտ, ոչ սատին, ոչ ժանյակ, ոչ էլ մի կողմի սովորական ձեռքով կարած գեզ, որն այդ օրերին համարվել է իսկական շքեղություն, բայց Սուսան տատն ասում է, զգեստի գույնը ոչ մի ազդեցություն չունեցավ ամուսնության վրա։ Տալս էր մեր քավորը մարդը կապույտ կտոր էին արել, դեյրակ արել, մինեսև կոշիկ էին արել, թենց էին արել, ես ինչ գիտեմ։ Ի հարցրի որ չի խելք կար, որ հարցնեմ ընդով։ Ոնց որ ամուսնուս հրողբոր հարսներ կարել է դեյրեն։ 6 դեկոր բիչին մենակ ես եմ հարսանիք ելել։
Ամուսնությունն ամենասկզբում հեշտ չի եղել, ընտանեկան կյանքի փորձություններով լի է եղել ու հատկապես սկզբնական տարիներին տատը բախվել է դժվարությունների։ Ամուսինը պապը ժամանակ առ ժամանակ կոպիտ է եղել իր խոսքերով, շատ է նեղացրել։ Բայց տարիներն անցել են, կյանքի փորձը, առօրյա հոգսերը, երեխաները, դժվար պահերն ու կիսած դժվարությունները փոխել են հարաբերությունները։ Ժամանակի հետ պապը գիտակցել է իր արարքների սխալը, ծերության օրերին ընդունել է, որ երբեմն անարդար է եղել կնոջ նկատմամբ։ Սուսան տատը լինելով համբերատար ու սրտաբաց մարդ, ընտրել է ներելու ուղին։ Այդ ներողամտությունը դարձել է իրենց հարաբերությունների հանգուցալուծումը։ Կինը պետք է միշտ զուսպ լինի, մի հետ էլ հանդուրժի, ինչ անենք, տղամարդ է, մի հետ ջղայնանա, մի հետ է սիրմա։ Խմող մարդին ինչ մահանայա պետք է։ Մի բան մահանային գտնում էլի։ Մեծացավ արդեն խելոք էր։ Ինչ է ասի։ Խոսեի անսաս մնեի, մինչև որ ինքը նորից խոսեր։ Հետո որ երեխա ես ունենամ, մի քիչ են չի էլի։ Երեխան եթիմացնես ոնց էլի, չի էլի։ Որ ես եթիմ եմ էլի լազիս, չեմ ուզեցել իմ երեխան եթիմանա։ Տատն էլ ինչպես շատերը տարիներ շարունակ պահել է այսօր մոռացված ադատներն ու մեծերի նկատմամբ հարգանքի, հիմա ոչ այնքան ընդունելի ձևերը։ Հիմա զարմանալի թվացող, իսկ այն ժամանակ բնական համարվող ադատներն, օրինակ մեծերի ոտքերը լվանալը, չխոսքան մնալը, անիմաստ ձևականություններ են, որ բարդացնում են ջահելների կյանքը, համոզված է տատը։ Մեզ տեքորս հետ մի քիչ չխոսքան մնացի։ Հետո խոսացի։ Ես իմ առաջ վադաթի, երևի տենց էր էլի, ուզած չուզած տենց էր։ Բայց դժվար է, չէ, մի տան ապրես, չխոսաս։ Բա դժվար է, բա ինչ է։ Որ բան ուզեիր ասես, ոնց գլխի գծե։ Թարգմանիչով։ Դե ինքն ասեր, ինչ ուզելու էր ասեր, ես էլ անեի։ Առանց խոսալու։ Հա, ինքն ասավ խոսա էլի, ինչ ես տենց կենեմ, են անցակացել, տենց էլ խոսացի։ Իդե մի չխոսկանը ոնց որ սխալ բան է, ավելի լավ է խոսաս, քան թե չխոսկան մնաս, չգիտես ոնց անես։ Մի լավ այնա գալիս են մի տան պես ոնց որ պետք է խոսում են, անում են։ Երբ Սուսան տատը հարս է եկել ընտանիքում, դերաբաժանումը պարզ էր, հարսները քիչ իրավունքներ ունեին, ընդունված էր լռել, ենթարկվել մեծերին ու չբողոքել։ Նոր սերունդը սակայն այլ պատկերացումներ ունի ընտանեկան կյանքի մասին։ Ժամանակակից երիտասարդները նախընտրում են ապրել առանձին սեփական կանոններով, ասում է տատը։ Հիմի բաժանությունը շատ է, իսկ ընդով չկար, պատահական էր։ Եսի մինչ աստիճանի պետք ալեր, որ բաժանվեին։ Իսկ մի հասարակ բանից ներտեն մեզ բաժանվել են։ Բայց սխալ է դա։ Իհարկե սխալ է։ Միտեղ էլ պետք է հանդուրժես էլի, որ ընտանիք դառնաս։ Չէ, ես չեմ կռվել ասիս։ Ես չեմ ուզեցել երեխեքը տենան, որ ես կռվում եմ։ Ես անգամ դեր տակ ջրով իմ երեսը չեմ լվացել։ Ուզմա ձմեռ, ուզմա ամառ։ Դե երևի կարող այդ էլ մեծ նշանակություն ունի։ Սուսան տատի համար ժամանակը կարծես կանգ է առել, 80 տարեկանում նա ոչ միայն պահպանում է աշխույժ ոգին ու պայծառ ժպիտը, այլև շրջապատի համար դարձել է լավատեսության ու բարության օրինակ։ Ով տենեմ ասма չեմ հավատում, որ այդ տարիքին ես։ Մի դու էլ ասիր չեմ հավատում։ Տատի առօրյայում տեղ չունեն, բամբասանքն ու չարությունը փոխարենը կյանքը լեցուն է կարեկցանքով ու ներողամտությամբ։ Հնարավոր է հենց այս մտածելակերպն է նրան պահում այսքան երիտասարդ ու հոգեպես ուժեղ։ Ես չեմ սիրում բամբասելը, ոչ մի անգամ։ Ու կուզենամ, օրինակ, հարևանն այդ բանն արավ, ուրախանում եմ, որ ունի այդ բանը։ Ես չեմ նախանձվում, ես նախանձ մարդ չեմ։ Տատը հաճախ է համեմատում իր երիտասարդության տարիներն այսօրվա իրականության հետ, ասում է ժամանակակից հարսներն ի տարբերություն իրենց սերնդի կանանց ապրում են ավելի հարմարավետ ու հեշտ կենցաղային պայմաններում։ Սերնդային այս տարբերությունը հստակ զգացվում է, երբ հիշում են, թե ինչպես է այն ժամերով ձեռքով լվաց քանում, կրակով ջուր տաքացնում։ Հիմա ինչ են անում, ոչ երեխի տակ են մաքրում, ոչ մի բան։ Փալասները ձեռով լվանենք, որ վեր գա, կանանց սապուն առնենք, որ հեշտ վեր գա։ Հիմա ինչ կա։ Շատ լավ է, հիմա շատ։ Թող գոհ մնան պետությունից, որ այդքան բանը կա։
Տատի կյանքը մի ամբողջ պատմություն է, հյուսված համեստության ու անսահման սրտաբացության թելերով, նրա կոկիկ տունը, որտեղ ամեն ինչ միշտ իր տեղում է, կարծես արտացոլանքն է նրա ներաշխարհի, պարզ, մաքուր ու խաղաղ։ Սուսան տատը մաքրություն է սիրում ոչ միայն իր շուրջ, այլև մարդկային հարաբերություններում, նրա ներկայությունը ջերմություն է բերում ինչպես ընտանիքին, այնպես էլ հարևաններին ու բարեկամներին։ Անցնելով կյանքի փորձություններով ու դժվարություններով նա կարողացել է պահպանել մի բան, որ հաճախ կորցվում է ժամանակի ընթացքում՝ մարդ մնալը։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, Օձունից, Անկյուն Գումարած 3 հեռուստաընկերության համար։